Պարոն Ավինյան, այդ արտահայտությունները, որ տեղից անում եք, ինչ եք մտածում, դուք ասելու եք, տենց անցնի գնա, հա? Ասենք ստեղ ոչ մեկը ձեր ենթական չի, ձեր աշխատողը չի, ձեզ հաշվետու չի, բայց դուք մեզ հաշվետու եք։ Ասենք, այդ որ բան եք անում, տենց ինչ-որ սպառնալիքի էլեմենտներով բան, ինչ պետք է անեք, շատ ոստիկան կանչեք, դահլիճից դուրս հանեք, էլի։ Մեկ էլ շատ բան անեք Ստեփանյան Գևորգի մեքենան վառեն։ Ինչ եղավ այդ գործը, հիմա անդրադառնում եմ, ես օդի մեջ բաներ չեմ խոսում։ Այդ որ այդ մեքենան վառել են, ու մի հատ ինչ-որ դեռահաս ինչ-որ մեկին էին ինչ-որ թե որպես կատարող բռնել, 2 ամիս պահեցին, բաց թողեցին առանց պատվիրատուներին բացահայտելու։ Էդ է ձեր դեմքը։ Հիմա ըստ էության, մի վարքյան, ժողովուրդ, հանգիստ։ Ոչ մի խոսք օդի մեջ չի մնում, անպատասխան չի մնում ու բումերանգի էֆեկտը միշտ աշխատում է։ Սիրելի երևանցիներ, երբ որ խոսք է գնում քաղաքի կառավարման, քաղաքի բյուջեն տնօրինելու մասին, հիմա 25-ին 24-ի համեմատ շուրջ 40 միլիարդ դրամով ավել բյուջե է եղել։ Դուք շոշափելիորեն տեսնում եք դա քաղաքում, որ այդքան բան է փոխվել։ Պարոն Խաչատրյան, այդ որ ասում եք բան չանենք, նոր տարի չանենք, Երևանի Երևան, այդ իբր չհասկացաք, ես ինչ նկատի ունելի, տենց մանիպուլյացիա եք անում, ոչ մեկը չի ասում մի արեք, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի ֆինանսներ մսխելու։ Եթե պիտի տանեք 600 միլիոն դրամ ծախսեք, 607 միլիոն դրամ ծախսեք, որ ֆակտորիները հարստանան, կներեք ում էլ այդքան փոխտային, ոնց է չլներ, տենց մի հատ շոու կսարքեր, էլի։ Այդ ինչ մի արտառոց բան է, որ որոշ գործընկերներ ասում են, դե հա, վատ չի, սիրուներ։ Այդ դու սիրուն պատկերը միգուցե դրա կես գումարով կարել էր ստանալ կամ կեսի կեսով։ Հա? Փողը լինի ծախսելը տեղ միշտ էլ կա, էլի։ Դրա այդ որ ասում ենք, բան չանենք, ասում եք տոն չանեք, այտենց վախները գնում հրապարակում տժում եք։ Բա որ անձրև է գալիս, ասեք ձեր կառավարած քաղաքում մարդիկ նստում են ավտոյի կտուրին, կարդը գցում ձուկ են բռնում ջրի մեջ։ Բա այտենց վախները դուս եկեք այդ մարդկանց ավտոն բրդեք հանեք։ Ձեր կառավարած քաղաքում, որ տարվա մեջ չես գլոբալ տաքացման բերումով 1-2 օր ձուն է գալիս, դուք չկաք, որովհետև սա քաղաքը կանգնած է։ Ձեր կառավարած քաղաքում էկոլոգիան խայտառակ վիճակում է։ Այդ բյուջեն, որ այդքան մեծանում է, էկոլոգիայի տոկոսն էլ մեծացած, 3.5%-ից ավել չի անցնում։ Շատից էլ քիչից էլ մեկը 3.5% է։ Ձեր կառավարած քաղաքում, որ Երևանը շատ եք սիրում, տոներ եք կազմակերպում, Էրեբունի պատմահնագիտական արգելոցի վիճակն ինչ է։ Խայտառակություն է, փուշու տատասկ է սա։ Շենգավիթ հնավայրը գնացել եք, վերջի անգամ ձեզանից ով է գնացել։ Շենգավիթ հնավայրը Էրեբունու։ Գիտեք էքսպոնատները որտեղ է պահվում։ Գերմանացի ռազմագերիների պահման բառակների մեջ։ Դուք այդտեղ եք Երևանի անձնագրի մի հատվածը ցույց տալիս։ Էդ է ձեր կառավարած քաղաքը։ Ամեր տարեք ընդեղ էլ շինարարություն տենդեր դրեք։ Թող Լիլան Արմը շահի, թող բանն էլ այդ ֆակտորին էլ գնա ինտերիերը անի, բայց մենակ թե տիրություն արեք այդ հնավայրերին։ Ախր խոսալու այնքան նյութ կա ձեր կառավարած քաղաքում, որ այդ որ ասում եք բակային տարածքներին օրոքումը, մյուսը Բակային տարածքների հետ կապված քանի ասենք գրություն ենք գրում, ինչ հանդիմությունն է գրել, նինեց եք կոմպլեքսավորվում, դե որ միջոցներ լինի, բան մեկը գրություն եք գրում, ասում եք լավ եկող տարվա բյուջեի մեջ նախատեսեք, ասում են դե հələ տենանք, էլի ցանկը գալիս է այդ տվյալ բակը չկա։ Բարդույթավորվում եք հանկարծ ընդդիմության ասելով մի բան չանեք ու խոսում եք կառուցողականությունից։ Կամ մյուսը 273 միլիոն դրամի հրատապ գնումով սեպտեմբերից շինարարություն եք սկսել Նուբարաշենի ուղղությամբ Արհովշին ՍՊ-ի հետ, դեկտեմբերին նոր հրատապով մեկ անձից գնում եք կատարել, իսկ դուք շինարարությունը սկսում եք հետո եք գնում կատարում։ Հիմա այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա թե չէ։ Մեկ էլ Սարգսյան Աշակին մեր գործընկեր պատասխանեմ, այդ 10,000 դրամի հետ կապված։ Այդ 10,400-ը որ ավելացնի, թե թոշակառուն ինչ պիտի աներ։
տրանսպորտի համար կվճարեր, չէր բոյկոտի։ Այսքան բան, պարոն Ավինյանն էլ երջանիկ կլներ, Թոշակառուն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ հետը, այսքանը։